Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր ու քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ, կազմակերպված է եւ քաղաքական նպատակներ է հետապնդել կապված ընտրությունների հետ։ Սիմոնյանը ընդգծեց, որ գիտի, թե որտեղից է ուղղորդվել դեպքը։ Որթեկորուստ անհայտ կորածների, ծնողների, բարեկամների մեջ խառնվել եւ քաղաքական նպատակ հետապնդել, գալ հեռախոսը միացնել եւ հեռախոսի ու նույնտեղից հեռախոսներով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահային սեռական բնույթի հայհոյանքներն հնչեցնել, ես ոնց եմ ասում, ես քաղաքացի չեմ։ Նրա խոսքով այս միջադեպը հնարավոր է բացահայտեն իրավապահ եւ նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին աջակցության համար։ Սիմոնյանը նշեց, որ իր կուսակցությունում այս հարցը դեռ չի քննարկվել, իսկ նա գտնում է, որ կան 2-3 սուբյեկտ, որոնք կարող են պատասխան տալ կապված տեղի ունեցածի հետ։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը արձանագրել է, որ վերջին 8 տարում երկրի ղեկավարը վերցրել է ավելի շատ պարտք, քան վերջին 28 տարիներին միասին, եւ օրական պարտքի բեռը կազմում է $3 միլիոն։ Նա նշեց, որ ներդրումներ գրեթե չեն եղել, իսկ ծախսերը ֆինանսավորվել են միայն հարկերից ու պետական պարտքից։ Կարապետյանը ընդգծեց, որ երկրի զարգացման համար անհրաժեշտ է առաջնորդով ներդրումներ կբերի եւ աշխատատեղեր կստեղծի, նկատի ունենալով կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՄՊ-ն փորձել է զորակոչից խուսափել կեղծ բժշկական փաստաթղթի միջոցով, սակայն հետազոտությունները եւ դատագենետիկական փորձաքննությունները ցույց են տվել, որ նա պիտանի է զինվորական ծառայության համար եւ զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։ Զորակոչիկի մայրը բժշկական կենտրոնի բժիշկը եւ քաղաքացի ՀՄ-ն մեղադրվում են ՄՊ-ին զորակոչից խաբեության ճանապարհով խուսափելու համար օժանդակելու մեջ, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցվել։ Նրանք ենթարկվել են հանրային քրեական հետապնդման քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Իսրայելում վերջին 24 ժամում իրանական հարվածների հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների թիվը հասել է 204-ի։ Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները, վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարարության հրապարակած թվերը։ Հակամարտությունից ի վեր ԲԿ-ներ են տեղափոխվել վնասվածքներ ստացած 5000 մարդ։ Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդանոցներում բուժում ստացողներից մեկի վիճակը ծանր է, 9-ի վիճակը միջին ծանրության, իսկ 184-ի վիճակը լավ։ Նախարարությունը հայտում է, որ փետրվարի 28-ին Իրանի հետ պատերազմի սկսելուց ի վեր հիվանդանոցներ է ընդունվել 5045 մարդ, որոնցից 120-ը այս պահին հոսպիտալացված են։ Նավթի համաշխարհային շուկաներում ուրբաթ օրը գրանցվել է անկման միտում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10 օրով երկարաձգեց Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների դադարեցումը։ Brent-ի ֆյուչերսները նվազել են մինչև $107.97, իսկ WTI-ը $94.8։ Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ հակամարտության երկարաձգումը կարող է գները հասցնել մինչև $200 1 բարելի համար։